Խաղաղություն ձեզ, շատ ուրախ ենք ձեր մեջ լինելու, ինձ համար հարազատ է Հոլիվուդ քաղաքը, Հոլիվուդ տարածքի եկեղեցին, ես Հայաստանից երբ որ եկել եմ, իմ առաջին եկեղեցին է, առաջին քաղաքի եկեղեցին, 99 թվին, մոտ 27 տարի առաջ, 3 տարի ես ապրել եմ այստեղ և այս եկեղեցում, մեր շատ եղբայրներ չկան, Տիրոջ մոտ են, մի պահ հիշեցի մեր Պողոս եղբայրս, մեր Ալֆրեդ եղբայրս, Օնիկ եղբայրս, մեր երիտասարդ Հովհաննես աղբերս և հիմա մենք պետք է նաև տեսնենք, մենք պատրաստվենք ժողովուրդ ջան, եղբայրները իրանց գործ արեցին, Սուրբ Գիրքը ասում է ձեռքիցդ ինչ-որ կգա ամբողջ ուժով ըրե, գալու կյանքի մեջ գործ, խորհուրդ, իմաստություն, գիտություն չի լինելու։ Եվ դա ասված իմաստունների պես մենք լինենք, և Աբրահամի համար գրված ասում, Աբրահամը ուզեց ինձի տեսնել, տեսավ և ուրախացավ։ Ես ուրիշ թարգմանությունների մեջ նայեցի, տեսնեի Աբրահամը ինչը տեսավ, ուրախացավ, հետաքրքիր թարգմանություններ կար գրված էր, որ Հիսուսի գալուստը տեսավ, ուրախացավ։ Եվ ասում նախ ուզեց, սա շատ կարևոր է, հետո տեսավ, հետո տեսնելուց հետո շատ ուրախացավ։ Մենք հաճախ տարբեր տեղեր ենք փնտրում ուրախանալը, բայց ասում նա շատ ուրախացավ ինձի տեսավ։ Երանի մենք երես ինչքան ասված կյանք է թողել երկրի վրա իմաստունները պես փնտրենք իրան, գտնենք իրան, ինչպես երկեցինք, երկնքից իջած խոսքն է, որ հոգու համար է։ Երկրի վրա հոգու համար հաց չկա, դա միակ Աստծո խոսքն է։ Ինձ եղբայրները Գևորգ եղբայրս, Կարո եղբայրս ասին, որ գնաս, բարևներ կտանես մեր Եկեղեցուց, Ֆրեզնո եկեղեցուց, ես ձեզ բարևներ եմ բերեմ։ Տեր օրհնի բոլորի ժողովուրդ ջան։ Ուզում եմ կարդալ մի համար գրված է Եսայի մարգարեության 32 գլխի 17-րդ խոսքում, Եսայի 32:17 և արդարության գործը խաղաղություն ու արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն պիտի լինի հավիտյան։ Արդարության գործը եղբայրը ասեց գնացել էր հավաքույթի և ասում այնտեղ խոսում են խաղաղության մասին, ասում շատ ուրախացա։ Եկա կնոջս ասեցի, կինս ասեց այդ որտեղ են խոսում, ես էլ եմ ուզում գամ։ Ինչ է նշանակում, որ մարդը խաղաղություն չուներ, մարդիկ չունեն։ Դա միակ բանն է, որ երկրի վրա ինչ անելով դու դրան չես հասնելու։ Գրված է, որ Հիսուս ծնվավ և նրա անունը խաղաղության իշխան եղավ։ Նրա անունն է։ Հիմա դու նրա հետ էլ կապ չունես, նրա մոտ էլ չես գնում, նրա տուն չես գնում, իրանից չես ուզում առնես։ Դու շատ բաներ փորձում ես գումարես իրար, որ դառնա խաղաղություն, բայց դրա գումարը չի դառնում խաղաղություն։ Ասենք մարդը երկրի վրա ինչքան ուզենա բան ավելացնի, երկաթից, քարից, պլաստմասից, չգիտեմ, տարբեր բաներ մարդը հասնի, այսօր ինչի է ձգտում, բայց Սուրբ Գիրքը ասում է 0-ին գումարած 0 հավասար է 0, 0 անգամ 0 հավասար է 0, ինչքան 0-ներ դու դնես, և Տերը ասում է դա իմ մոտ է, Հոբին ասեց Հոբ, երանի մի օր լինի դու քո ոսկին դնես հողի վրա, ու ինձի ասես Տեր, դու ես իմ ոսկին, այսինքն դու ես իմ թանկը։ Եվ այստեղ Տերը մարդկությանը որտեղ ասում, որտեղ է խաղաղությունը, որտեղ է հանգիստը եւ որտեղ ապահովությունը արդարացած մարդկանց մեջ, նրանք ովքեր որ արդարացել են Քրիստոսով։ Եվ ասում արդարության գործը, արդարությունը գործ ունի անելու խաղաղություն եւ արդարության արդյունքը հանգիստ է եւ ապահովություն պիտի լինի։ Մի համար ուզում եմ կարդալ գրված է Սաղմոս 7:11-ում գրված է, որովհետև Աստված բարկացած է մեղավորին ամեն օր։ Հիմա Աստված քո վրա բարկացած է ամեն օր, որովհետև դու մեղավոր ես։ Հիմա պատկերացեք մի տուն ես գնացել եւ այդ տան տիկինը կամ այդ տան Տերը քո հետ չի խոսում, քո հետ մի տեսակ է, դու ինչքան կարող ես մնաս այդ տան մեջ, չես կարող։ Հիմա այս երկրագունդը Տերն է ստեղծել, դու իր աշկերի առաջ Տերը, որ քո առջև բարկացած է, նա չի թողնելու։ Դու ուրախանաս գրված ամբարիշտները խաղաղություն չպիտի ունենան։ Աստծո հետ չհաշտված մարդիկ խաղաղություն չպիտի ունենան։ Եվ այս մարդուն կոչ անում։ Այս խոսքի մեջ կա զորություն, մարդուն մի հատ կարճ ճանապարհ է ցույց տալի։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից 3 դեպքեր հիշել, ժամանակի առումով այդ տեղերը չեմ կարդալ, 3 տարբեր մարդիկ,
ովքեր որ տեսան իրանց ներսը եւ փախան Տիրոջից։ Երբ որ Տեր այցելեց դրախտի մեջ Ադամին, երբ որ Ադամը մեղանչել էր, եկավ ասեց Ադամ ուր ես։ Հիշում եք ինչ ասեց Ադամը։ Ադամի պատասխանը ասեց քո ձայնը լսեցի։ Արեք արթանք այդտեղը Ծննդոց 3-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Եվ Տեր Աստված Ադամին կանչեց ու ասեց. Ադամ ուր ես։ Եվ նա ասեց. Պարտեզի մեջ քո ձայնը լսեցի ու վախեցա, որովհետև մերկ էի ու պահվեցի։ Կապ չունի մարդը որտեղ էր, դրախտում էր, թե դրախտում չէր։ Մարդու ներսի մեղքը իրան թույլ չի տալ ինքը կանգնի Աստծո առջև։ Եվ մարդը միշտ վախեցած է, միշտ փախած է, միշտ մարդը ասում տեսա իմ մերկությունս։ Եվ դա միայն Տիրոջով է մարդու վրա գալի այդ արդարության պատմուճանը։ Եվ ասում վախեցա քեզանից։ Ինչ դեր մարդուն ստիպում որ մարդը վախենար Աստծուց։ Նա շատ սուրբ է։ Նրա հետ հաղորդակցվելու համար դու չես կարող նրա առաջ կանգնես։ Եվ գիտեք, մեզ հաճախ թվում է, որ սա մեր համար պետք է կատարվի մի անգամ, երբ որ մենք ապաշխարում ենք, դարձի ենք գալի, մենք արդարանում ենք եւ դրանից հետո մենք մի քիչ անհոգ ենք լինում։ Բայց արի տես, որ սա ամեն օրվա գործ է, մարդը ամեն օրվա կարիք ունի արդարանալու։ Երբ որ դու քո կյանքում թեկուզ հավատքի մեջ ես, բայց սխալները ցույց տալի, սայթակումները դու տեսնում ես քո մոտ համարձակությունը թուլանում է նրա առաջ գալու, նրա հետ հաղորդակցվելու։ Դու տեսնում ես մի բան չի։ Եվ Տերը քեզ շատ երկար ճանապարհ չի առաջարկում։ Հռոմեացի 8-րդ գրքում ասում է, ով իրավունք ունի քեզ դատապարտի, ես։ Ասում է, ես էլ չեմ դատապարտում։ Ով է որ Աստծո ստեղծածներուն մեղադիր կլինի։ Ով է մեղադրում։ Ես եմ որ իրավունք ունեմ, ես էլ չեմ մեղադրում։ Հապա ինչ եմ անում։ Արդարացնում եմ, բարեխոսում եմ քո համար։ Եվ այնպես չի Տերը որ բարկացած է քեզ դու մեղք ես գործել, Տիրոջ բարկությունը մնում է այնքան քո վրա, մինչև դու գալի ասում ես, ահա ես մեղանչել եմ։ Ես բառը բավարարում է Տիրոջը։ Երբ որ Դավիթը մեղք գործեց, Նաթան եկավ ասեց Դավիթ, դու մեղք գործեցիր։ Եվ գրված է Դավիթին այդ օրինակը որ բերեց, եւ Դավիթ ասեց, ընդունեց մեղք ասեց, ես մեղք գործեցի։ Հաջորդ համարը մի անգամից գրած է, Տերը ներեց։ Մի անգամից գրված է, Տերը ներեց։ Մենք որ մարդ հարաբերություններում մարդուն որ չեն կարողանում շատ արագ ներել, շատ շուտ ներել։ Ասենք մեզ թվում է որ մենք էլ որ Տիրոջ առաջ սխալվում ենք, մի քիչ ժամանակ ապեր որ Տերը ների։ Մեկ-մեկ մեզի պատժում ենք, հաղորդության չեն գալի։ Մեկ-մեկ չգիտեմ, մեզի մեկուսացնում ենք, եղբայրների հետ չենք շփվում, ընտանիքի հետ։ Մեզ թվում է որ Հեսա մեր խշմտանքին կանգստացնենք, մեզ թվում է թե Աստված էլ է այդպես, բայց այնպես չի։ Անարակ որդին երբ որ եկավ, մենք տեսնում ենք զրույց չեղավ հոր եւ որդու մեջ։ Այդքան տվածս ինչ ես արել։ Այսքան տարի ուր էիր։ Հետդ ինչ ես բերել։ Միջև չգաս, չաշխատես, այդ տվածս չհավաքես, չտաս։ Մենք տեսնում ենք անարակ որդին գրված է նա ճանապարհին իր մեջ խոսալով գալիս էր, նա ամաչելով, քայլելով էր գալի, բայց ասում է հայրը երբ որ տեսավ վազեց։ Մենք ամաչելով Մաքսավորի մեղավորի աղոթքի պես մենք չենք էլ կարող գլուխ բարձրացնենք վերև աղոթելուց, մենք ամաչում ենք մեր արածի համար, բայց ասում է հայրը վազեց, հորսերը վազում է, եւ ասում է բերեք, եւ առաջին գործը Տեր ուզեց մարդուն արդարացնի, դա առաջին գործն էր, որ Տեր ուզեց մարդը արդարանա եւ քանի որ նա սուրբ է Եվ ուզում է քո հետ հաղորդակցվի, նա շատ արագ, շատ շուտ ուզում է քեզ արդարացնի, շատ շուտ։ Եվ ասում է մատանին դրեք, նշանեք, մատանին դա ինձանով արեք, թագավորական իշխանությունը նորից վերականգնեց կոշիկները եւ պատմուճանը, եւ տեսնում ենք զրույց չեղավ անցյալի վրա, զրույց չեղավ։ Եվ մենք սրա կարիքը միշտ ունենք եւ տեսնում ենք Ադամը խուսափեց եւ ասեց լսեցի վախեցա։ Լսեցի վախեցա եւ մենք քանի որ մեղանչում ենք եւ քանի որ վախենում ենք հետևանքը լինելու է Աստծո երեսից թաքնվել Աստծուց պահկվել եւ չես կարողանում գաս դրա առջեւ բայց այդ քո մեղքի համար ուրիշ զոհ չկա դու մեկ-մեկ փորձում ես բարություններ անես ասում ես մի 10 հատ բարի բան անեմ միգուցե այս մեղքից դեմը կփրջվի էլի եկալի մեկ-մեկ մի հատ սխալ է գործես էլ եղավ մեկ-մեկ Ուզում ես 1000 հատ բարի բաներ գրված է մեղքի վարձքը մահը
դու որ մեղք ես գործել, եթե ուզում ես այդ մեղքի տեղը վճարես, պետք է մեռնես։ Այդ դու չես ուզում մեռնես։ Եվ Տերը ասում է, վճարել եմ մեղքի վարձքը, ես վճարել եմ։ Ուրիշ ձև հոր սիրտը չի հանգստանում, նա բարկացած է մարդու վրա, որտեղ մարդը մեղավոր է, եւ որ դու ուզում ես գնաս հոր առաջ, դու որդու զոհը պետք է վերցնես եւ մահը տեղ ունեցի, եւ սա բավարարում է, դու միայն ասում ես, ես մեղք գործեցի քո առաջ։ Երբ որ Հովհաննեսը տեսավ Հիսուսը գալիս էր, ասեց, ահա Աստծո գառը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Մենք չփորձենք մեր սխալները, մեր արած մեղքերը տարբեր միջոցներով փորձենք, այնպես անենք Աստծո խշմտանքը շարժենք, եւ միգուցե Աստված մեզիների, նրան բավարարումը, նրա որդու մահը, դու ընդունիր այդ զոհը քո համար մահա տեղ ունեցել։ Եվ Հռոմեացիս գրքում ասում է, որ հավատքից եղած արդարություն ասում է, մի սրտիդ մեջ ասա, ով պետքա ելնի վերև Հիսուսին իջացնի, ով պետքա իշտի ներքև Հիսուսին բարձրացնի, շատ հեռու մի փնտրիր, ասում է, նա քեզ շատ մոտ է եւ նա քո բերանի վրա է, նա խոսքը եւ ասում է, շատ հեռու մի փնտրիր, դու պարզ խոստովանիր եւ դավանիր, սա բավարարում ասում։ Մենք չենք կարող, որտեվ մարդ հարաբերության մեջ այսքան հեշտ հավատանք, որ Աստված ապաշխարելուց հետո, երբ որ մարդը մեղանչում ատերը նորից այդքան կարողանում այդքան արագ շուտ ներել, մեր մոտ դա չի ստացվում։ Երբ որ Պետրոսը հարցրեց, քանի անգամ պետք է ներեմ, եւ Տերը ասեց, եղբայրեր որ կա քոտեմ, քանի անգամ ասի մեղանչեցի, ների չէ թիվիշ մեկ, միակ տեղն է, երբ որ մարդը Պետրոսը ասեց, աշակերտներն ասին, մեր հավատքը ավելացրու։ Որտեղ անհնարին բան է, մարդ չի կարող հավատալ, ոնց կարելի է մեկին այդքան ներել։ Հələ մենք մարդ ենք, մենք համ գիտենք մեր բնույթը, մենք ով ենք, համ ամենից ճանաչում ենք, բայց դիմացնել մենք չենք կարող այդքան շուտ ներել, բայց Տիրոջ խոսքը մեզ ասում է, որ Հոբի գրքում ուզում եմ այդ համարը կարդալ, մի շատ օրհնյալ համար կա գրված է Հոբ 33:27-ում, Աստված վերևից մարկանց վրա կնայի, ու եթե մեկը ասի, մեղք գործեցի, ու իրավունքը ավիրեցի, ու սա ինձի օգուտ չեղավ, այն ժամանակ նրա հոգին կազատի, որպեսզի գերեզմանը չիջնի, ու նրա կյանքը լույս կտեսնի։ Եզակի թվով ասում, Աստված վերևից նայում է, եթե մեկը ասի, 33:27 Մենք ուրիշ բան չենք կարող անել, ժողովուրդ ջան, մենք մենակ կարանք ասենք։ Սա բավարարում ասում։ Այդ չասեն, այև ասում է, Եսայի մեջ ասում է, ես քեզ պիտի դատեմ, որ ասեցիր, ես մեղք չգործեցի։ Մենք դատվելու ենք այդ ասելու, այդ մտածելու համար, որ մենք ասեցինք մեղք չգործի։ Աշխարհում քիչ հակառակն ասում ես, արել եմ դատվում ես, ասում ես չեմ արել, արդարացնում են։ Բայց Տիրոջ մոտ լրիվ տարբեր է։ Ասում ես արել եմ, արդարանում ես, ասում ես չեմ արել, դատվում ես։ Եվ Աստված մարդուն կոչ անում իր խոսքերով հարյուրավոր տեղեր ունի գրած, մարդուն ուզում է քաշի իրան, մարդուն ուզում է կանչի իրան, մարդուն ուզում է բերի իրան, մի քեզ շատի ձանից հեռացրա։ Երբ որ Տերը հրաշք արեց, ձուկերը շատացավ, Պետրոս ասում է, ընկավ Հիսուսի ոտքերը, ասեց, ես մեղավոր մարդ եմ, ինձանից հեռու գնա։ Տեսնում ենք, Ադամն այնտեղ ասեց, վախում եմ, պաղկվավ, այստեղ էլ Պետրոսը թուլացավ, չկարացավ, ընկավ, գերին ընկավ, ոտքերից ասեց, գնա, չեմ կարա, մենք իրար հետ երկար չենք կարա։ Եվ այդ մեղքը թույլ չէր տալի, թե Հիսուսն էր կանչել Պետրոսին, Հիսուսն էր ընծել Պետրոսին, բայց իր ներսի մեղավորությունը, որ բացվեց, նա տեսավ, կամ պիտի արդարանա, կամ պիտի Հիսուսից հեռանա։ Եվ ասեց, հեռու գնա, մեղավոր մարդ եմ։ Բայց ավելի լավ չլինի, ասենք, Տեր, մեղավոր եմ, բայց մոտի կարի։ Դա ճիշտ է, դա լավ է, որ ասում ես մեղավոր ես, բայց այն երկրորդը մի ասա մեղավոր եմ, բայց գալիս եմ քեզ, մեղավոր եմ, բայց դու արի ինձ։ Եվ տեսնում ենք Պետրոսը քանի Տիրոջ այդքան խորը չէր ճանաչել։ Նա ասեց հեռու գնա, մեղավոր եմ, բայց տեսնում ենք, երբ որ Տիրոջ ավելի մոտիկից ճանաչելուց հետո, երբ որ նա ուրացավ 3 անգամ, դա նույն բանն է, ոնց որ մենք հավատքի մեջ Տիրոջը ճանաչելուց հետո մենք սխալներ ենք անում։ Ավելի կարծես թե նայում ենք պետք է ավելի հեռվանանք Տիրոջից, ասենք, ես ինչ արենք, բայց ասում է նավակի վրա էր, երբ որ լսեց հարությունից հետո, որ Հիսուսը ափին կանգնած է, Հովհաննես ասեց Հիսուսն ասում է, իրան նավից ջուրը գցեց,
լողանալով գնաց Տիրոջ մոտ, ինչ էր փոխվել։ Նա 3 անգամ ուրացել էր, ինչու չասեց հեռու գնա։ Նրա մոտ փոխվել էր ճանաչողությունը։ Երբ որ նա ուրացել էր ու այդ 3-րդ ուրանալու ժամանակ Հիսուս նայեց իր աշկերի մեջ, հաստատ եթե այդ աշկերի մեջ ինքը դատապարտություն տենար, նա այդ համարձակությունը չէր անի իրան գցել ջուրը։ Նա այդ աշկերի մեջ տեսավ ներող աշկեր։ Իրեք մեր աշկերը խոսում են։ Եղել է որ ձեր երեխաները գանձես ասեն պապ քեզ ջղայնացած։ Մամ ջղայնացած ես։ Զգում են իրանք, ասում ես չէ, ասում մի խափի։ Մեր աշկերը ցույց է տալի, մենք ուրախ ենք թե բարկացած։ Հələ մեր հետ մի բան արել եկել, իմացել ես, ջղայնանում ես, հետո ասում ես լավ ներում եմ, բայց ինքը ասում է չես ներում։ Իմ հետ եղել է մեր երեխաների հետ խոսալուց տենում եմ չի կարող հաղորդակցել, որտեղ տենում եմ չեմ կարող ներեմ շուտ, մերի ժամանակ է պետք մենք որ ներենք, մենք նույն վարկանին չենք կարող, թեկոս քո հարազատ երեխան ալի։ Դու ասում ես ներել եմ, նա քեզ բռնացնում, ասում բա քեզ ջղայնացած։ Ներող մարդը չպիտի ջղայնա։ Ներելու համար դու պետքա դիմացին արդարացնես քո մեջ, որ կարողանաս ներես։ Մենք վեր շաճախ մարդկանց որ չեն կարող ներենք, որտեղ մենք չենք արդարացնում։ Երբ որ դու դիմացինիդ կարողանում ես արդարացնես, դու նրան հեշտ ես սիրում։ Եվ մարդ հարաբերությունում սա մեկի ժամանակ է պետք, բայց տեսնում ենք, երբ որ Պետրոսի մոտ ճանաչողություն եղավ, նրան էլ չէր հետաքրքրում։ Նա գցեց իր ջուրը, գնաց Հիսուսի մոտ։ Եվ տեսավ այդ աշկերի մեջ դատապարտություն չկար։ Երրորդ դեպքն եմ ուզում հիշեցնել, հիշում եք մի բարի իտալացի մարդ կար, հռոմեացի, երբ որ իր ծառան հիվանդ էր, ծերերին ուղարկեց, ասեց գնացեք Հիսուսին խնդրեք գա բուժի իմ ծառային։ Եվ հետաքրքիր է, որ նա աղաչեց, խնդրեց, ասեց արի։ Եվ ասում է, երբ որ Հիսուսը գալիս էր նրա տանը մոտեցավ, արդեն նա տատուն էր հասնում։ Ինքն է խնդրել գա։ Ասում է ուրիշ մարդիկ ուղարկեց։ Ասեց ես արժանի չեմ իմ տուն գաս, մի արի իմ տուն։ Ինչ եղավ այդ մարդուն։ Գիտեք, հաճախ Տերը մարդուն որ մոտենում է, Աստծո խոսքը մարդուն մոտենում, Աստված մարդուն այցելում է, մարդուն բացվում է, որ ինքը իրոք մեղավոր է։ Թեև մարդիկ Հիսուսին վկայեցին, որ ինքը վատ մարդ չի, մարդկային աշկերով նայում ես, ասին մեզ համար ժողովարանա սարքելն է, մեր ազգին սիրում է, հռոմեացիք չէին սիրում հրեաներին, բայց Եզակի մարդ էր, որ սիրում էր։ Եզակի մարդ էր, որ ծառայի համար ուզում էր, որ բուժվեր, ամեն մարդ իր ծառայի համար հոգ չեք սանի։ Այս ծառան մահացավ, թող հաջորդ ծառան լինի։ Լիքը ծառա կար։ Նա իրոք բարի էր, բայց երբ որ Աստծո հոգին այցելում է քեզ, դու մոռանում ես քո բարությունները, դու մոռանում ես ինքո մի քանի հատ արած մի բաները քեզ բացվում է դողվես, դու խուսափում ես։ Եվ տեսնում ենք նրա եւ Հիսուսի այդ հանդիպումը չկատարվեց։ Զուտ նրա համար որ բացվավ նրա վիճակը, բայց նա չօգտվեց Հիսուսին։ Ասես մի արի, ես արժանի չեմ։ Բայց երբ որ Հիսուսը սամարացի կնոջ հետ խոսում էր, ասեց ով կին, ես պարգև եմ այս աշխարհին, օգտվեք ինձանից։ Այսօր հաճախ Աստծո ժողովուրդը չի օգտվում Աստծուց։ Մենք պետք է օգտվենք իրանից ժողովուրդ ջան, եւ ասում է արդարացած մարդիկ են, որ ունեն խաղաղություն ու հանգիստ։ Այսօր մեր աշխարհիկ մարդիկ չեն կարող անհանգստացնել։ Այսօր մեր արարքներն են մեզ անհանգստացնում։ Եվ մեզի շուտ ամեն օր, ամեն վայրկյան պետք է մենք արդարանալու կարիք ունենք։ Եվ կապ չունի քո հավատքի որ տարվա մեջ, որովա մեջ ինչ է սարի անելու գործներ կապ չունի։ Տերը կնոջը կոչ արեց, ասեց. ես պարգև եմ ով կին աշխարհին, պարգև եմ, օգտվեք ինձանից։ Հաճախ երբ որ հարցնում են այս դահլիճում սուրբ մարկա կամ արդար մարկա, բոլորս վախենում ենք, ասում ենք, ձեր բարձրացնենք, մեզից ինչ սուրբ, մեզ ինչ արդար։ Բայց գրված է, եթե արմատը սուրբ է, ճյուղերն են սուրբ։ Այդ ճյուղը հավատքով պատվասում է, այդ ճյուղը որ կդրվում է գալիս է նոր ծառի վրա, դեռ իր մեջ իր հինը կա։ Նա այնպես չի չորա գալի։ Մենք տեսնում ենք նա գնալով է, այդ իր դառնությունը թող գնալով այդ կյանքը փոխանցում, բայց Աստված քեզ համարում ասում է սուրբ։ Դու որ որոշել ես, ընտրություն արել ես, դու հավատքով ընտրել ես եւ արդարացել ես, դու քեզ ժամանակ պետք է դու պատվաստվեցիր, հենց այդ ընտրությունը, այդ որոշումը, որ դու իշխանությունը փոխում ես, գալիս ես իր վրա, նա համարում է քեզ սուրբ։ Դու մի վախեցիր։ Մենք ամբողջ կյանքներս չենք կարող ժողովուրդ ջան, միջև մահներս մենք ասենք մեղավոր ենք։
նա որ արդարացել է քեզ, դու այդ արդարացած կոչումը վեկալ քո վրա ապրիր, քայլիր։ Եվ Տեր ասում է արդարը թեև 7 անգամ ընկնի, Աստված չի խուսափում այդ բառը օգտագործելուց, կողքից մարդիկ ասել ոնց 7 անգամ ընկնող մարդը արդար է համարվում, այո, նա արդար է համարում։ Արդարացված մարդը 7 անգամ ընկնի, պիտի կանգնի։ Մի քան ասում ով թշնամիսին վրաս մի խնդրար թեև ընկնեմ, պիտի կանգնեմ, նա ինձ պիտի կանգնեցնի, որտեղ նա իր կյանքում տեսել է շատ էր ընկել, Տերը կանգնացել էր։ Այս անգամ էլ ընկավ ու չվախեցավ։ Ասես մի խնդա, էլի է կանգնացնելու Տերը։ Էլի է կանգնացնելու Տերը։ Եվ Աստված ուզում է դու այս խոսքերը բավարարում ասում, դու գաս ասես մեղ գործեցի ու սխալ արեցի, սա օգուտ չեղավ ինձ։ Հռոմեացիս 4-րդ գլխի 5-րդ խոսքի մի համար կուզենամ կարդալ։ Իսկ նա որ չի գործեր, բայց կհավատա նրան, որ ամբարիշտը կարդարացնե, նրա հավատքը իրեն արդարություն է համարվում։ Նա որ դեռ գործ չարած, բայց հավատում է, որ ինքը ամբարիշտ է։ Սա կարևոր է, դու հավատում ես, դու ամբարիշտ ես։ Նաև պետք է հավատաս, որ Աստված քոպես ամբարիշտին կարող է արդարացնի։ Հենց այս քայլերը, երբ որ դու գումարում ես իրար, ընդունում ես ամբարիշտ ես, Աստված էլ քոպես ամբարիշտին կարաների, մենք մեկ-մեկ ընդունում ենք ամբարիշտ ենք, բայց մեկ-մեկ էլ չենք հավատում, որ կարա այնպես մեղավորիչների։ Օրինակ Կայինը չհավատաց, ասես Տեր, իմ մեղքս ավելի մեծ է, քան թե քո թողությունը։ Այսինքն դու այդպիսի սիրտ չունես, որ կարողանաս եղբայրը սպանին ներես։ Կարաս ասենք ներես են գողություն անողին, խափողին էր փոքր, բայց այդ տեսակ եւ ասեց մեղքս ավելի մեծ է։ Բայց այստեղ Աստծո խոսքը ինչ ասում, ընդունիր ամբարիշտ ես եւ ընդունիր կարամները։ Հոբը ասում Աստված հզոր է, ինչով է հզոր։ Սրտի զորությունով, որ նա ոչ մեկին չի արհամարում։ Լսել եք ասեն մեծ սիրտ ունի այս մարդը։ Մարդու սրտից մեծությունը ինչով են չափում։ Բայց Հոբը Տիրոջ Հոբի գրքում Եղուսը 38-րդ գրքում երբ խոսում է, ասում է նա մեծ է, ոչ թե ամենատես, ամենագետ, ամենակարող, ամենազորավոր, ուրիշ հատկություն է ասում։ Նա մեծ է իր սրտի զորությունով, որ ոչ մեկի չի արհամարում, եւ սա մեծությունն է իր։ Նա քեզ չի արհամարում։ Իրեք մարդը, երբ որ իմանա Աստծո շատ հատկությունների մասին, բայց չիմանա Աստված հզոր է սրտի զորությունով, էլի մարդը խուսափելու է Աստծո մոտենալ։ Մեզ պետք է գայ ճանաչողությունը, որ նա չի արհամարում քեզ։ Նա ավելի շահագրգռված է քեզ ներելու։ Երեմիան ասում է, Երեմիայի միջոցով ասում է, իրանց ներելը իմ համար փառք ու պարծանք է։ Դու հեչ ինչով ես պարծեցել։ Աստված ասում է, մեղավորի ներելը իմ համար պարծանք է։ Ես ուրախանում եմ մեղավորի ներում եմ։ Մենք մեր զավակների համար նայենք, որ մեր զավակները սխալվում են, ընկնում են ու հետո կանգնում են, մեր մեջ ինչ ուրախություն է գալի։ Նամանավանդ որ մի քիչ մեծացել ենք, հիմա մեր ամբողջ աղոթները մեր երեխեքի համար է։ Ամբողջ աղոթները։ Երեխեն գնաց, երեխեն չեկավ, չես գնում միջև չգա, ընկավ մի վատ շրջապատ, վատ կյանք, մեկ էլ իմանում ես, որ փոխվել է գալի, ասում է, պապ, գիտես, սաղ թողել եմ, էլ քո իմացածը չէ։ Դու որ ներես իրան, դու պարտենալու ես, դու ուրախանալու ես, պատմելու ես, ասելու ես, տղես հետ եկավ, տղես փրկվավ, եւ Աստված ասում է, ես չեմ ամաչում քեզ իմ զավակ, քեզի որդի անել։ Եվ նույնպես համարձակություն ուզում է քեզի տա, դու ընդունիր, դու Աստծո որդի ես, նա քեզ արդարացրել է, դու արդարացած կյանք ապրի եւ մի վախեցի քեզի համար ես դու արդար սուրբ։ Եվ ասում ճուղի արմատ եթե սուրբ է դու իրա վրա ես, հենց այդ ընտրությունով դու որ ընտրել ես իրան, պատվաստվել ես, ամեն մարդ իր տարիքի համեմատ կարա սխալներ անի։ Ամեն մարդ մենք առաջին դասան երեխուն չենք կարող 10-րդ դասանի մաթեմատիկա տանք։ Մենք հաճախ են մեծ բաները տեսնում ենք, ոչ թե մենք Աբրահամի պես չենք կլի, Մովսեսի պես, ու դու համատում ես, հա քեզի նկուն ես տեսնում, քեզ փոքր ես տեսնում, նսեմացած ես տեսնում, բայց չէ դու քո ընտրությունով դու ընտրել ես իրան։ Երկերկոցի մեջ հարց ասում է, ես իրանն եմ, նա իմն է։ Եվ ասում է, խնդրում է Փեսային, ասում է, ինձի կնիքի պես քո սրտի վրա դիր, քո բազուկի վրա դիր։ Դու քո ընտրությունով դու որ իրանն ես, նա քոնն է, նա էլ քեզ է համարում դու իրանն ես։ Եվ ասում է, արդարացած մարդիկ ունենում են խաղաղություն, հանգստություն եւ շատ ապահովություն։ Ուրիշ ճանապարհ չկա ոչ խաղաղության, ոչ ապահովության, ոչ հանգստի։ Դա մեր մեղքն է, որ մեզ մեր ամբողջ կյանքում
մեզ չարչարելու է, մեզ տանջելու է, ստվերի պես մեր հետ մանագալու։ Թվոց 32:23-ում ասում է քո մեղքը քեզ պիտի գտնի։ Դու ուզում ես գնա քո մեղքը քո շողքի պես է։ Մենք հաճախ որ ուզում ենք փոքր բախ խաղացել ենք, չէ՞, որ ուզում ենք մեր շողքից վազում ենք էսյան, վազում ենք ինյան, հետո մենք ուրեթում ես էդի քո հետ ախր շողքը։ Հետո ասում ես ինչ անում, մենք այստեղ ես պահկվում որ լույս չլի, բայց մենք չենք կարող պահկվենք, Աստծո լույսը մեր վրա է։ Դավիթ ասում է մեր ծածուկ մեղքերը քո լույսի մեջ դրիր։ Մենք նրա առջևից չենք կարող ծածկվենք, նրա աչքերի առաջ ենք։ Եվ դրա համար ամենա կարճ ճանապարհն ենք անցում, ասում ենք Տեր, մեղանչել ենք, մեր մեղքի համար մենք չենք կարող հատուցենք։ Եվ ընդունում ենք քո զոհը, մեզ համար զոհ է տեղ ունեցել։ Մեղքի վարձքը մահ է եւ մահ է տեղ ունեցել։ Նա որ իրավունք ուներ քեզի դատելու, նա չի դատում։ Նա նաև քեզ քո համար բարեխոսում է։ Իր մահանալուց քո համար աղոթք արի, ասեց հայր, ների իրանց չեն հասկանում ինչ են անում։ Եվ դրա համար կողքի խաչի վրա ավազակի աչքերը բացվավ, միտքը բացվավ։ Դրանից առաջ նախատում էր Հիսուսին, բայց ասեց չէ, նա տարբեր է, նա հայր ունի։ Եվ հետո ասեց իրան խաչողի համար աղոթում է, բացվեց, որ Հիսուս ուրիշ թագավորությունից է, ուրիշ է։ Եվ ասեց, եւ երկրավոր կյանքը չուզեց, չասեց ինձ այստեղ կյանք տուր, ասեց հիշիր ինձի քո թագավորություն որ կաց, եւ Տեր ասեց այսօր իմե դու դրախտում կլինես։ Մեր աշկերով հաճախ առաջին մարդը դրախտում երևի պետքա լիներ, չգիտեմ ով, բայց խաչի վրա ավազակ եղավ։ Հարությունից հետո Հիսուսը երևի պետքա հանդիպեր ամենասուրբին, բայց առաջինը հանդիպեց Մարիամին, որից 7 դևեր հաներ։ Մարդկային աշկերը որ նայում ես 7 դև մեկից հանես, մարդը հետո մի դև ունի, ինչ ասես կանի, 2 դև, 7 դև, այդ մարդ ամեն ինչ ընդունակ է։ Բայց Տեր իր քայլերով ցույց է տալի 7 դև լինի, թե մի դև դու որ արդարացել ես, դու որ մաքրվել ես, դու որ սրբվել ես, նա այժմ որ մաքրում է, բայց ոչ մի բան չի երևում։ Ասում է եղածը չեղածի պես անում։ Եվ հարությունից հետո երևաց Մարիամին։ Ծննդոց գրքում որ մենք կարդում ենք Հիսուսի ծննդաբանությունը, հետ եղել է որ կարդակ ու ձեր մեր ձանձույթ կա։ Աբրահամ ծնեց Իսահակ, Իսահակ ծնեց ու անցնում ես։ Մի անգամից երկրորդ գլուխն ես կարդում, չէ՞։ Իմ հետ շատ եղ է։ Ես մի օր որոշեցի ասես անունները բրի դանդաղ կարդամ։ Ու կարդացի հետաքրքիր է, Տերը խոսած է ծննդաբանության միջոցով հետս խոսած 4 կնոջ անուն կա գրված։ Բոլորը տղամարդկանց անուններ են, 4 կին։ Մենք օրինակ մեր բարեկամների մեջ որ մի հատ վատ մարդ է լինում, իր մասին որ խոսում են, ցույց չենք տալի, չէ՞ որ ճանաչում ենք, գիտենք այդ մարդուն, չէ՞։ Կամ որ դու ես աղջիկ ուզելու, ոչ բարեք ունես մարդու ես հետը տանում, կամ մեկից որ խոսում է, դու միշտ փորձում ես քո հարազատության մեջ այն վատերին, չարերին ծածկես, հաճախ քո այն ուրախ առիթներն չես կանչում, ասես չգա մի բան չանի։ Մենք որպես մարդ ցույց ենք տալի, որ մեր բոլոր բարեկամները լավն են։ Իմ տատիկս լավ է, պապիկս էսա, պապիկս էնա, բայց Հիսուսը չի ամաչում իր ծննդաբանության մեջ ցույց տալ, որ ովքեր են եղել իր նախամայրերը։ Եվ սա կարծես թե պասպորտն է, ծննդականն է։ Երբ որ դու վախենում ես Հիսուսից, բացի իր ծնունդը կարդա։ Եվ սա կոչ է բոլոր աշխարհին, որ բոլորը իրավունք ունեք ինձանից օգտվելու։ Հիշում եք այդ կանանց անունները, ովքեր էին այդ կանայք։ Գրված է Ռախաբը, Ռութը, Թամարը, Հուդայի հարսը եւ Դավիթի Բերսաբեն։ Եվ հետաքրքիր է Բերսաբեի մար գրված է Դավիթ ծնեց Սողոմոնը ուրիշի կնոջից Բերսաբեից, այնտեղ Սողոմոնը ծնվել է Հիսուսի ծնունդը եկել է Բերսաբեից, Ուրիայի կնոջից գրված է, Ուրիայի կնոջից ծնվեց, Ուրիայի անունն է տալի։ Մտածում ասում եմ Տեր պահիր էլի, էսի գոնե մարդիկ չիմանային Դավիթի Սողոմոնը եկել է Ուրիայի կնոջից, ուրիշի կնոջից։ Կամ Թամարը եկավ Հիսուսի նախամայր եղավ, ով էր Թամարը։ Մենք աշխարհի մեջ այդ պատմությունները որ պատմում ենք, մենք գիտենք բոլորը սուրբ գիրքը դրա համար համարձակ ասում եմ Թամարը Հուդայի հարսն էր, որտեղից սերունդ եղավ։ Եվ տեսնում ենք Ռութը Մովաբացի եւ Մովաբացիք ովքեր էին, Ղովտի եւ նրա աղջկա սերունդներ։ Ղովտի եւ իր աղջկա սերունդը գալիս է Ռութ, Մովաբացի,
Հուդա եւ Հարս եւ տեսնում ենք գալիս է Ռախաբը, գալիս է Բերսաբեն ու իր կինը, գալիս է Հիսուս։ Ես հետո ես վերջերս լսա եղբայր բանտում գնացել էր քարոզելու, այս ծնանդ բանտում ինչքան մարդիկ են, որ ինչեր ասես չեն արել, չէ՞։ Ամեն ինչ արել են, ամեն ինչ այդ մարդիկ ինչ հոդվածով մարդիկ են։ Ասում է Հիսուսը այս ծննդաբանությունը կարդում է, այս բանտի կալանավորները ասում են, հենց են ուրախանում, ասում են, գոռում են, ասում են, մեզի հույս կա, մեզի հույս կա, մեզի հույս կա։ Եվ Հիսուսը նվեր տրվավ աշխարհից, եւ նա ասում է բոլորը իրավունք ունեք ինձ օգտվել, եւ նա ցույց է տալ իր ծնունդը, նա որ եկավ որտեղից դու մի քաշվիր, քո մեջ սատանան մի հատ փոքր բան է քեզ փորձում գտնի ու քեզ հեռվացնի Հիսուսից։ Ասում է դու արժանի չես, մենք իրոք արժանի չենք։ Մենք այդպես որ նայենք մեր արած գործերին, բայց ասում է քո մեղքի համար մահա տեղի ունեցել, վարձքը տրվել է, վճարվել է, արժանի համարողը նա է եւ նա համարում է քեզ, գինը վճարվել քո համար։ Եվ այս համարձակությունով մենք գնում ենք նրա առաջ, մենք մոտենում ենք նրան, կուզենամ այդ համարն էլ կարդալ եւ նորից հիշ ասել այդ նույն համարը եւ աղոթքով կգանք Տիրոջ առջև ժողովուրդ ջան, նորից կարդում եմ այդ Եսայի 32:17 եւ արդարության գործը խաղաղություն ու արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն պիտի լինի հավիտյան, արդարացած մարդիկ անձեռնամխելի մահ մարդիկ են, ամենաապահով, ամենահանգիստ խաղ մարդիկ են։ Մարդ որ մի սխալ բան արե, որ մի հատ փոլիսի ձենը, ավտոյի ձենը լսում, մի անգամից խառնում է իրար, որտեղ բան արե։ Բայց որ բան չես արել, քեզանից է ներում, միտքը տնից է մաքրում, խշմտանքը տնից է մաքրում, դու ոնց որ չես արել։ Եվ նույնիսկ չի թվում քո խշմտանքը քեզ հանդիմանի։ Դու ուղի խոսակ քո այդ խշմտանքի հետ Սատանը գալիս ասում նա ներել է, նա մոռացել է, ես ինչու եմ հիշում։ Հիմա Տերը չի հիշում, իմաստունի մենք հիշենք, ժողովուրդ ջան։ Իմաստունի մենք հիշենք ու Տիրոջից է հեռու մնանք։ Աստված ասում է դու ընդունիր մեղավոր, ես մոռանում եմ, քեզ արդարացնում եմ։ Եվ Աստված հարաբերություն է ուզում, մարդ մեջ հարաբերություն է ուզում, եւ հաճախ տեսնում ենք սա մարդու կողմն է, չհասկանալով ասում արժանի չեմ ու ինքը հեռու մնաց։ Ադամը տեսնում ենք չօգտվեց, Պետրոսը սկզբից չօգտվեց, ասեց հեռու գնա, եւ այն բարի հարուրապետը ասեց իմ տուն մի արի։ Հեռու գնա մեղավոր եմ, բայց մենք հիմա ուրիշ ձև պետք է աղոթենք, ասենք Տեր, ես մեղավոր եմ, ես արժանիք չունեմ, բայց իմ մոտ արի։ Չէ՞ որ այդ մահը հենց քո համար է տեղ ունեցել։ Մենք նորից ենք շեշտում այդ բաները, մենք իրոք արժանիք չունենք, այնպես չի մենք մի բարի բան կարող ենք բերել ցույց տալ։ Մենք մի մեղքի դեմ 1000 բան անենք, դա չի փակելու։ Այս աշխարհում մի սխալ բան ես անում 10 տարի, 20 տարի, 50 տարի, մարդը ընդամենը 60-70 տարի ապրում, որ նայենք 2-3 սխալի համար մարդը կարող ամբողջ կյանքը նստի։ Բայց Աստված ուրիշ ձև է նայում, ասում է, եթե մեկը ասի մեղ գործեցի, եւ սա ինձի օգուտ չեղավ, եւ ասում Աստված նրա հոգին կազատի, գերեզման չիշտի եւ նրա հոգին լույս կտեսնի։